պրոյեկտում ենք դարդաշենումը, ես աստեղ ոնց որ աշխատանքները պետքա սկսվի, ժամանակն է, առաջնահերթ բաղնիքի սվաղ անենք, որ սանտեխնիկները կարողանան աշխատեն, չափսերի համար, ու հետո մնացած գործերը, էլի նորակառույց է, գիպսակարդոնի աշխատանքները պետքա կատարվի ընդհանուր, պատերը 90%-ով սա մայակով աստեղ դզվելու, բալկա կալոնաների մասին խոսք չկա, սա անմխիթար վիճակում են, էլի ծախսը արել են, անկյունակները դրել են, բայց պետքա հանենք թափենք նորից սաղ, որովհետև բալկա կալոնաները սաղ ծուռ են ու ոչ մեկ անկյուն չի։ Հյուրասենյակի հատվածն է, խոհանոցի հատվածն է, խոհանոցը 100%-ով սաղ պատերը մայակով պետքա դրվի, որովհետև կահույքագործները մեբել չեն կարողանա տեղադրել, ասենք, ես հատկոսը չգիտես խի ասենց, ոչ մի բան իրար հետ չի խոսում, սրանք պետքա սաղ իդեալական իրար հետ խոսա, խոսքով ոնց որ ծախսը անում են, բայց չեն հետևում խի են այդ ծախսը անում, էլի, ենքանավոր գիպսոնիտը պատի վրա ալնի այդ վիճակն է, ես առաջին ննջասենյակն է, միշկանով է երևում թեքությունները, բայց շատ թեք է, սա էլ երկրորդ ննջասենյակն է, այս հատվածը բաղնիկ զուգարան է եղել, բայց քանդվել է, ստե մի հատ փոքր գարձիրոֆնի պետքա շարվի, բայց գիպսակարդոնով։ Էլի ոնց որ սաղ տեղերի հետ կալոնաների խնդիրը ամենաշատն է, ստեղ ուզեցել են գիպսակարդոնով ուղեն, գիտեմ ընդհանուր ծուռ, գիպսակարդոնի տակն էլ դատարկ։ Այսքան է ժողովուրդ ջան, լավ մնացեք, բաժանորդագրվեք մեր էջին, վիդեոն տարածեք, լավ մնացեք։